Մարդկային կորուստներ, ավերված տներ, ոչնչացված մշակութային ժառանգություն։ Գազայում ավելի քան 1 ամիս է հրադադար է։ Ռումբեր չէ, սրտեր են պայթում սարսափելի տեսարաններից։ Հարյուրավոր մարդիկ պատերազմի մոխիրներում փնտրում են թե իրենց հարազատներին, թե երկրի պատմությունը։ Ամեն օր առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ազանը պաղեստինցի Մուայադ Աջուրը փլատակներում ձեռքերով է քարը քարից հեռացնում։ Դողացով մատներով շոշափում է յուրաքանչյուր գտածո։ Մուայադը իր 6 տարեկան զարմուհուն Մասային է փնտրում։ Ցավոք մենք չունենք համապատասխան տեխնիկա այս տարածքը մաքրելու կամ որոնողական աշխատանքների համար։ Մեր ձեռքի տակ միայն կաթսաներ ու մաղեր են։ Մուայադը որոշել է տուն չի վերադառնա, քանի դեռ չի գտել փոքրիկ աղջկա մարմինը։ Այստեղից չեմ հեռանա, մինչև չգտնեմ փոքրիկի մարմինը, կշարունակեմ որոնել եւ անել անհնարինը, մինչև նրան գտնեմ եւ պատշաճ ուղարկավորեմ իսլամական օրենքի համաձայն։ Մասայի տունն ամբողջովին ավերվել է իսրայելական հրթիռներից, անհետ կորած է Մասայի հայրը։ Հայտնի չէ, նա զոհվել է ռմբակոծությունից, թե գերեվարվել է։ Ավերակից ավերակ է ամեն օր շրջում ավագ սպա Մոհամեդը, առավոտները ընկերոջն է օգնում, երեկոյան գնում այնտեղ, որտեղ մի ժամանակ իր տունն էր։ Մենք ապրում ենք 4 արկանի շենքի ավերակներում, ոչ մեկը չի կարող պատկերացնել մեր տեսածը։ Մենք անցել ենք ոչ միայն մահվան ու զրկանքների, այլև ամեն տեսակի կորստի միջով։ Գազայի հին քաղաքի սրտում պատմական փլատակներն են։ Իսրայելական ռումբերը ավերել են 13-րդ դարի Փաշայի պալատը, սակայն չեն կարողացել ջնջել կամարակապ դահլիճների պատմական փորագրությունները։ Պատերազմի սկզբում օկուպացիոն ուժերը ռմբակոծեցին եւ բուլդոզերով ավերեցին այս վայրը ամբողջովին թալանելով այն։ Փորձում ենք վերականգնել, պահպանելով փորագրված քարերը, որոնք պատկանում են տարբեր դարաշրջանների։ Գազայի միջնաբերդը համարվող ավերված ապարանքում պաղեստինցիներն իրենց ինքնությունն են փնտրում։ Հիշելու եւ ապրելու համար։ Եթե կարծում են, որ այս շենքերը ոչնչացնելով կջնջեն մշակութային ժառանգությունը, սխալվում են։ Գազայի ժառանգությունը պաղեստինցու ինքնությունն է եւ մենք այն կպահպանենք ապագա սերունդների համար։ Զովինար Բարխուդարյան, Անի Խանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։